Տեր Վրդանես, նախ կխնդրեմ ասեք ոնց եք ձեզ զգում, ոնց է ձեր առողջական վիճակը այս պահին, ինչ փուլում եք։ Փառք Տիրոջը, իմ մոտ առողջականը բավական լավ է հիմա, 2 ստենտ է մոտս տեղադրվել, առաջն Աստվածի 2-3 հատ էլ կտեղադրվի, իմ մոտ երեկոյան կարողացել եմ լողանամ, նորմալ քնել եմ, նախաճաշել եմ, ճնշումս ճաքարս նորմա է, տաքություն չունեմ, ինձ շատ լավ եմ զգում, եթե նոր ստենտների տեղադրման խնդիրը չլներ, այսօր նաև դուրս կգրվեի հիվանդանոցից։ Իսկ այդ օրվանից հետո դինամիկան ինչ դրական դինամիկա, ես իմ խորի շնորհակալություն եմ հայտնում Մաստեր Մեդի բժշկական ողջ անձնակազմին, տնօրինությանը, հոգատար, հրաշալի բժշկական անձնակազմ ունեն, շենքային պայմանները փայլում են, սնունդը շատ նորմալ է, այստեղ խոհանոց կա, հիվանդների համար ճաշերը պատրաստվում են, մաքրուհիները, քույրերը, բժիշկները ուղղակի բարձր պրոֆեսիոնալներ են, իրանցից շատ շնորհակալ եմ, թող Աստված բոլորին օրհնի։ Տեր Վրդանես, կխնդրեմ մի քիչ այդ օրվան ձեր գնահատականը տաք, էլի։ Օրը կարևոր օր էր մեր եկեղեցու համար, մենք համաթեմական ժամերգություն ենք անում ամեն ինչ շաբթի, Արագածոտի թեմի որևէ եկեղեցում այն ժամանակից սկսած եւ մեր թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ապօրինի կերպով կալանավորվեց, շուրջ 2 ամսից ավել է, որ ինքը ապօրինի կալանքի մեջ է եւ նախատեսված էր երեկոյան ժամերգություն Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Մենք երբ որ իմացանք, որ Տիրադավ ուխտադրուժ եպիսկոպոսները փորձում են Մայրաթորի դեմ հավաք իրականացնել, որ հոգևոր տեսուչին խնդրեցի, որ մեր ժամերգությունը Բյուրականից տեղափոխվի Մայր տաճար եւ որոշել էինք երեկոյան ժամերգություն այնտեղ կատարել։ Ոստիկանների մեծ քանակ կար, որ իրենց ծառայությունն էին իրականացնում։ Մայր տաճարի աջակողմյան եւ ձախակողմյան կողմերը ոստիկանական պատնեշով փակված էր։ Աջակողմյան կողմում դրսում շուրջ 1000 վեհապարին աջակիցներ կային, ձախակողմյան հատվածում շատ քիչ քանակի հակաեկեղեցականներ էին հավաքվել։ Հետագայում, երբ որ արդեն թափուրը եկեղեցում էր եւ ներսում ժամերգություն էր կատարվում, տեսանք, որ ուխտադրուժ այս եպիսկոպոսների խումբը ուժայինների ուղեկցությամբ, նաեւ Ստեփան Ասատրյանը, Արամայիս Թոխմազյանը եւ տարբեր sense վարչական ռեսուրսով հետաբերված մարդիկ սկսեցին հավաքվել եկեղեցու ձախակողմյան հատվածում, ոստիկանները պատը պահում էին, բայց Ստեփան Ասատրյանին եւ Վարդան Թանին այնտեղ Արամայիսին ուղեկցող ոստիկանները նրանց այդ ագրեսիվ խմբի հետ ոստիկանական պատը ճեղքեցին, ուղղակի իրենց հերթապահությունը կատարող այդ իրավապահ մարմինները, չգիտեմ, չկարողացան պահել այն ներխուժումը, որ իրականացվում էր Ստեփան Ասատրյանին եւ Արամայիս Թովմասյանին ուղեկցող ուժայինների կողմից, սրանք շատ կոպիտ վերաբերմունք ունեին նաև իրենց հերթապահությունը կատարող ոստիկանների նկատմամբ, նաև լրագրողների նկատմամբ, որտեղ այդտեղ կին աղջիկ լրագրողներ կային, ձեռքով նրանց հրում էին, այդ խմբից հեռու էին պահում ու շատ կոպիտ ձևով էլի, սենց իրաց միկրոֆոնին դեմքին էին ձեռքով հրում ու հայհոյանքներ էին արդեն հնչեցնում, այդ խումբը, որ մոտեցավ պատին, արկաոլի հոտ էր փչում իրանց վրից, խումբը սթափ չէր, հարբած վիճակում էին, խմբի մեջ ամենատենց ագրեսիվները, որ ես նկատեցի, Տավրոսներ Սաֆյան, Կարեններ Պետրոսյան, Դանիել անունով մեկը կար այդպես շատ ագրեսիվ, մեկի տեսա, որ այդ բարձացել է կաթողիկոսի գերեզմանին, հենց Մայր տաճարի մուտքի մոտ տարիքով մարդ էր, մի մտքով չանցավ, որ օպերայի, բալետի, ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է Դուրգարյանը, մոտեցա, ակամայից բարձացավ, որ իջեցնեմ իրեն այդտեղից, ասացի հարգելի Սոհանասուն չեք, ուր եք բարձացել, սենց, ու ինքը ձեռքով ասում էր մտեք ներսեր, ես ձևի տեսա, որ խոսքով չի հասկանում, ուսից քաշեցի, տենց
հրեցի ուղարկեցի ներքև այդ հատվածից, իրենք այնց ագրեսիվ էին, մի երկուսը փորձեցին ինձ մոտենան, Պետրոսյան, Կարեններ, Դանիելներ, բայց այդտեղ հերթապահ ոստիկանները իրենց առջևը պահեցին, չթողեցին իրենց ինձ մոտենան, մերոնցից ովքեր կային այդ հատվածում, ես կանանց աղջիկներին ուղարկել էի այդ ոստիկանական են մեր կողմի ժողովրդի կողմը, որտեղ զգացի ներխուժում կլինի, կանանց աղջիկներին հանեցի, լրագրողներին էլ խնդրեցի, որ բարձրանան ստելոբատերի վրա, որպեսզի տես ոտքերի տակ չընկնեն այդ հապած ամբոխի, ու այդ ժամանակ եկեղեցու դռները որ բացվեցին, իրանք սպասում էին ներսում երևի աղոթող տատիկներ պիտի լինեն առջևները հրմշտեն, գոռան, բայց տեսան տղամարդկանց ըստ միջին տարիքի առողջ տղամարդկանց խումբ է դռան հատվածում, ու իմ համար զարմանալի էր, այդ հարբած խումբը սթափվեց, շրջվեց մեջքով տղամարդկանց սկսեց փախնել, ոստիկաններին հավանաբար այդ ուժային, որ ուղեկցում էին Ստեփանենց, հանձնարարված էր ամեն ինչ անել, որ իրենց ինչ-որ բան չպատահի, իրենց ուղղակի գրկած այդ հատվածից հանեցին, որ իրենց հետ որևէ մեկը չանի, այնտեղ այդ բանին հիշում եմ Տավրոսն էր, այն հակառակ կողմի տապանակարիերի վրա կաթողիկոսի բարձացած, հայսուրբերից մեկ ասում է ցածի չեք այդտեղից, ասում է դու ով ես, որ ես ինձ ասես ցածի չտեմ, թե չէ, երբ որ այդտեղ ուղղակի բարձրանալ չի կարելի, այդ հատվածը մենք մոտենում, համբյուրում, եթե մարտաճարի դռները փակ են լինում, դռների առաջ աղոթում ենք, էլի, շատ բարկացա, ինձ դաղ չեն հրմշտել, ասենք իմ հանդեպ որևէ մեկը կոպիտ ագրեսիվ պատվաճ չի ունեցել, փորձ է արվել, բայց չի կատարածվել, բայց ամենաշատը նեղվեցի, երբ որ այդ տանկատակը հայոյում էին և թացովուտ ձեռքի ափերով հարվածում էին մայրաթուռի նայտաճարի դռներին, հետո թափուրին ես, որ մերոնք թափուրով դուրս եկան, միացա թափուրին, հասա հերթատակամարի մոտ, բայց արդեն գիտեի, որ ինֆարկտ եմ ստացել, թեքվեցի Սյունի հետևը, որ նկատելի չլինեմ, փիլոնս դրեցի գլխիս տակը, պառկեցի, ասեցի զանգեք շտապ օգնություն, հավանաբար ինֆարկտ եմ ստացել, որտեղ բուտ ցավեր ճառագայթով կարդացել էի, գիտեի, որ ինֆարկտի դեպքում այդպես է լինում, ինձ առաջարկեցին քայլել Վեհարան կամ Պահակակետ, ասի չեմ տեղափոխվի, թող որ շտապ օգնության մեքենան այստեղ մոտենա, շատ օպերատիվ այնտեղ տեր Ղևոններ, տեր Մանուկներ, հիշում եմ, տեր Մուշեները իմ համար աղոթում էին, տերայները, Սյուզանելը ամեն կերպ սենց բաներ կանչում, լրագրողներից մեկ էլ կողմից ինձ արտասվում էր, որ ես հավատացյալներից կային, որ շանտանագիստ էին, ասի մոտ լավ ավակի չեմ տեղաշարվում, որ բերեցին պատկարակ, ուղղակի արմունկներով բարձացա պատկարակի վրա, տեղափոխվեցի, շատ օպերատիվ քույր է այստեղ կաթեդրը ամրացրեց արդեն շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում էլ բժիշկները սենց բարձրակարգ պրոֆեսիոնալիզմով ինձ ամեն ինչ արեցին արագ ապակինմանս համար։